Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետև այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկին հնարավորություն տալ մեզ պարտադրել ցանկացած բան։ Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման հարցում։ Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը եւ տեխնիկան, որը այսօր ունի։ Եվ ընդհակառակը մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել։ Եթե ձևավորված լինել, մենք մեզ երաշխավորեինք ընթացիկ խնդրից, այնպես ինչպես երաշխավորել էինք բենզինի խնդրից։ Եվ էլի ասում եմ, բացարձակապես համաձայն չեմ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է։ Դա ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու եւ քո երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չի կիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ եւ վարդը այդ բազմաթիվ գնողներին հասնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը եւ մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք եւ անում ենք։ Իդեպ, կառավարությունը այս աշխատանքը վաղուց է սկսել, բայց զենքի թեմայով կառավարությունը որոշելու մենաշնոր ունի, որտեղ ձեռք բերի, ինչ եւ այլը։ Մյուս ոլորտներում այդպես չի։ Եվ հաջողություն այդտեղ շատ դեպքերում չենք ունեցել, որովհետև մեր հարգելի տնտեսվարողներին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով շատ դժվար է դուրս բերել, այսպես ասած, կոմֆորտ զոնայից։ Բայց մենք միշտ այդ ազդակը տվել ենք, որ տեսեք շատ ապրանքներ կան, որ դուք արտահանում եք մեր ինքնիշխանության հաշվին եւ գալու է պահը, երբ որ մենք հարց է ձևակերպվելու, ինչն ենք մենք ընտրում։ Մենք այս ուղերձը միշտ տվել ենք, որ մենք ընտրելու ենք ինքնիշխանությունը, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Բայց հիմա ադապտացիայի շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում մեր տնտեսության հետ, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դիմակայունության բարձր հատկանիշներ է ուսույց դնում եւ այդ հատկանիշը զարգացնելը առավել քան կարևոր է։ Մեր տնտեսության մասին է խոսքը եւ հույս ունեմ մեր տնտեսության դիմակայունությունը եւ ակտիվությունը բոլորիդ տեսանելի է եւ իհարկե առաջիկայում մենք այդ միտումները համոզված եմ ավելի շեշտված կտեսնենք։ Ուզում եմ նաեւ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Սխալ չլսեցիք, էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն եւ սա առավել քան իրատեսական է։ Բոլորովին վերջերս էլ դարձել իրատեսական պայմանավորված վերականգնվող մասնավորապես արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով։ Հայաստանի Հանրապետությունը արևային հսկայական ռեսուրս ունի եւ մենք այդ ռեսուրսը զարգացրել ենք։ 2018 թվականի թվերին խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ 16 մեգավատի դիմաց այսօր մենք ունենք 1213 մեգավատ 16 եւ 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ եւ հիմա այս գործընթացի հետագա զարգացումը ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկ արտադրված արևային էներգիան գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք։ Իհարկե այս process-ը ժամանակ կտանի եւ պլանավորում ենք մինչեւ 2031 թվականը առնվազն 800 մեգավատ կուտակիչ կայան ունենալ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։ Առաջիկա 1 տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ եւ ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև ինչպես գիտեք 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է եւ իդեպ ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է
հեղափոխությունից առաջ, նախորդ իշխանության օրոք 2017 թվականին։ Չնայած պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո եւս մեկ անգամ երկարացնել հայեկի շահագործման ժամկետը, եւ մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում իհարկե կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ եւ համաձայնությամբ, բայց հարկ համարեցի բարձրաձայնել, որ մենք այս թեմայի շուրջ արդեն բավականի երկար ժամանակ աշխատում ենք։ Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումները առավել քան դինամիկ են, եւ մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները, գեոթերմալ տեխնոլոգիաներից սկսած, կանաչ ջրածնով ավարտած եւ իդեպ ջրածնի արտադրությունը շատ երկրներում հիմա արդեն փորձարկվում եւ կիրառվում է որպես բնական գազի այլընտրանք, որովհետեւ բնական գազի համաշխարհային պաշարները ապագա որևէ մի կետում սպառվելու են։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրում մենք առանձնացրել ենք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ։ Դրանք հետևյալն են. Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում եւ հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում եւ հետագա զարգացում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման եւ կամ զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում խաղաղության խաչմերուկ ծրագրի թրիփ նախագծի հիման վրա։ Հաջորդը ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։ Հաջորդը ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։ Հաջորդը տարեկան միջինում 6% տնտեսական աճ։ Հաջորդը 125,000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Իդեպ 2018 թվականից մենք արդեն ավելի քան 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Հաջորդը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն 3 անգամ։ Հաջորդը հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։ Հաջորդը արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ ընթացիկ գներով 2025 թվականի 3.3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի։ Հաջորդը գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով հացահատիկի արտադրության կրկնապատկում։ Հաջորդը 10 ջրամբարի կառուցման մեկնարկ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով 350 կիլոմետր ջրանցքների եւ խողովակաշարերի կառուցում եւ վերակառուցում, ռոռոկման ապահովում 10,000 հեկտար նոր հողերի համար, 24-ժամյա ջրամատակարարում առնվազն Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Հաջորդը 300 դպրոցի, նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանները կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում եւ ամբողջական գույքով հագեցում, գործարկում։ Հաջորդը 2500 կիլոմետր ավտոճանապարհի եւ 40 կամուրջի կառուցում եւ կամ նորոգում։ Հաջորդը ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաեւ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։ Հաջորդը առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի
համարժեքի կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական եւ հանրային հատվածների համար։ Հաջորդը Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում, երկրի դիտարկման առնվազն 2 եւ հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման եւ շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման եւ տվյալների մշակման, ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաեւ պետական, գիտական եւ մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։ Հաջորդը 1000 մեգավատ ֆոտովոլտային եւ 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։ Հաջորդը աղքատության կրճատում 5%-ային կետով։ Հաջորդը պետական եւ համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։ Հաջորդը ապօրինի, այդ թվում կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված եւ վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաեւ կրթական հաստատությունների եւ այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվի համարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը շուրջ $2 միլիարդ համարժեք ծավալով։